Քարոզարշավի շրջանակներում հեսօտրությունների հետ կապված հանդիպումներ եք ունենում Հայաստանի տարածքով մեկ, մարդկանց հետ շփվում ենք, մեր տեսակետներ ենք ասում, ակնկալելով, որ այդ մարդիկ մեր տեսակետները լսելով, որպեսզի յոթնիկ կգնա անդրադառնամ, քվեարկել ներող։ Որպեսզի երկար ժամանակ չստացեմ, կարճ ասեմ, թե ինչով ենք մենք տարբերվում մնացած քաղաքական կուսակցություններից, ինչն է, որ մենք ասում ենք, որ մնացածը չեն ասում, որովհետև ընդհանուր գաղափարների առումով, որ մենք դեպի արևմուտք ենք գնում, որ Եվրոմիության հետ հարաբերությունները խորացնելու և Եվրոմիության անդամակցության հայտ ներկայացնելու առումով ստորագրահավաք նախաձեռնեց Դժբախտաբար այսօր Սահմանադրական դատարանի նախագահը դժբախտաբար այդ պաշտոնը թույլ չի տալիս, որ մեր հետ քարոզարշավ անի ու չպիտի քաղաքական գործունեությամբ ծավալի, ճիշտ կազմեց այդ օրինագիծը, այնպես կազմեց, որ իշխանությունը այդ օրենքը ազգային ժողովով ընդունեց ու մենք ունենք այսօր փաստացի այդ բանը, բայց Հայաստանի քաղաքական դաշտումների կան մարդիկ, անհատներ, կուսակցություններ, ովքեր Եվրոմիության անդամակցության կողմնակից են և այդ առումով մենք մենակ չենք։ Մենք տարբերվում ենք մնացածից տնտեսության նկատմամբ կամ Հայաստանում խաղաղությունը անքակելի դարձնելու, Հայաստանի ինքնիշխանությունը պահելու առումով մեր մոտեցումներով։ Ցանկացած գյուղ առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, երկրորդ Արցախյան պատերազմի քարորիայի և 44-օրյայի ժամանակ զոհեր է տվել։ Ու մենք մտածում ենք, որպեսզի ստեղծենք այնպիսի Հայաստան, հասնենք այնպիսի կարգավիճակի, որ նման զոհեր տալու այլևս կարիք չլինի, որ մեր վրա հարձակվելուց շտամին մտածի, որից շատ մեծ կորուստներ կունենա մինիմումը, կամ ընդհանրապես արդեն այդ ուղղությամբ չփորձել մտածել։ Իսկ դրա համար մի բան է անել պետք։ Միայն մի բան, ինչը մենք կարող ենք անել, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ոտքի հանել։ Տնտեսությունը ոտքի հանելու առումով ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը աշխարհի ամենաաշխատասեր ժողովուրդներից է, ամենահնարամիտ ժողովուրդներից է, նայեք տեսեք աշխարհում ինչքան գյուտեր, հնարքներ կան, որ արել են, ստեղծել են հայերը, մենք ամեն տեղում կանք, մենք ինքներս մեզ համարում ենք քարից հաց կամող, բայց մեր քարերը չգիտես ինչի այսօրվա պարագայում տվել ենք օտարին կառավարելու, որոնք շատ վատ է կառավարում։ Նկատի ունեմ քաջարան, ագարակ, ղափան, թեղուտ, սոլ, դրանցից ոչ մեկի սեփականատերը ժողովուրդ ջան հայ չի, հիմնականում բոլորը Ռուսաստանի Ֆեդերացիայից են, ու ինչու է այդպես պատահել, որ մեր հարստությունը հետ իրանք իրենք այդ կառավարում, որտեղ նախկին իշխանությունները մտածել են, որ պոլիտիկի պատերազմ չկնի զոհեր կունենան, ինչու մենք կառավարել, իրենք էլ կառավարում են շատ վատ, փնտրի, նախկին սովետական բացած հանգավայրերի վրա լրացիչ որևէ բան չեն դնում, և այդ առումով մեր տնտեսությունը այս վիճակում է։ Մենք առաջարկում ենք այդ տնտեսական բնական ռեսուրսները, հանքավայրի ռեսուրսները ամբողջական օգտագործել, մենք համարում ենք, որ այդ հանքավայրերը բոլորով իրար հետ միասին կարող են մինչև 1 միլիոն տոննա խտանյութ տալ, և եթե մենք այդ խտանյութն հակարդյունաբերությունը, որը մեր մոտ հիմնականում հումքի վաճառք է, 1 տոննայի արժեքը $1600, իսկ 1 տոննա պղնձի արժեքը $14000 է, տեսեք տարբերությունն ինչքան է, մոտ 15 անգամ, տեսեք տարբերությունն ինչքան է, և այս տարբերություն, մոտ 10 անգամ ներողություն, տեսեք տարբերությունն ինչքան է ու այս տարբերությամբ, եթե մենք այստեղ պղինձ էլ արտադրենք ու դրանից հաղորդալար, կաբել, խողովակ ստանանք, լրացիչ փող է, որ կգտնի Հայաստանի բյուջեն, որն էլ մենք ուղենք բանակի սպառազինությանը, գիտության զարգացմանը։ Երկրորդ գյուղի մարդիկ եք, ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը լի է քաղցրահամ ջրերով։ Գարնան, Ձնհալին մենք ունենում ենք 7-4 միլիարդ խորանարդ ջուր։ Հայաստանին անհրաժեշտ է 2-4 միլիարդ խորանարդ ջուր։ Հունիս ամսին Հայաստանի գյուղացին ջուր չունենում ոռոգելու համար։
Քաղաքացիներ Երևանում սպասում են յոլաջուրի, երեկոյան ջուրը կանգատի տեչ է։ Պատճառը նրանում է, որ մենք մեր ջրային ռեսուրսները թողնում ենք, որոնք գնում են, լցվում են քուր եւ արած, իսկ այս երկու գետերը ուր են հոսում, որոնք են լավ գիտենք ասիստոր։ Մենք մեր ջուրը տալիս ենք շնամում է, որ մի գիշահում ջրամբար է կառուցել, ոռոգում է իր համար, իր ապշերոմի հանթավայրը, իսկ մենք մեր գյուղացին խնդիր է ունենում ջրի, բողոքում է ջրի գնից, քաղաքացին խնդիր է ունենում տանը ջրի, ինչ անել պետք։ 10-12 տարուց ավել է ինչ ես խոսում եմ այս մասին, Հայաստանի ջրային ռեսուրսները լավ ուսումնասիրված են, շատ լավ մասնագետներ ջրային ռեսուրսների, որոնք հիմնավորում են, որ Հայաստանում 5 միլիարդ կորոնամետր ջուր կուտակելու համար 14 ջրամբար է կառուցել պետք։ Կան նաև ընկերություններ օտարյետյա, որոնք նման առաջարկներ արել են, եւ այդ առաջարկները մենք սիրով տվել ենք այսօրվա գործող իշխանության, ասենք վերցրեք, օգտագործեք, 2 տարի առաջ այդ ծրագիրը ներկայացվել է թե վարչապետի, թե ողջ վարչապետի, մեր մյուս կուսակցությունների նման չենք ասում, այնպես կվետվեք այդ ժամանակ ինչ-որ բան կանենք։ Եթե մեզ որևէ մեկը ինչ-որ բանով դիմում է, փորձում է ինչ-որ բան անել, մենք մեր սիրով տալիս ենք իշխանությանը, առաջարկում ենք իշխանությանը, ասում վերցրեք, եթե կարող եք էս արեք։ Իշխանությունը իհարկե ժամանակ ձգեց, բայց բարեբախտաբար այս տարի նաև գործող իշխանությունը իր նախընտրական ծրագրում մտցրել է տակ ջրամբար կառուցելու խնդիրը, վստահեցնեմ ձեզ, որ 10 ջրամբարը քիչ է, 14-ն է պետք, եւ նաև այս առումով, որ եթե մենք 5 միլիարդ կորոնամետր ջուր կուտակենք, դրանից 2.5 Հայաստանի Հանրապետության բնակչին ու Երևանում ապրող քաղաքացուն ու ընդհանրապես քաղաքացուն ժողովրդի լեզվով ասած ծովի ծով է ու բավարար է, այդ 2.5 միլիարդ կորոնամետրը կվաճառենք մեր հարևաններին։ Ժողովրդյան ջուրը կյանք է, ջուրը նաև քաղաքականություն է։ Աշխարհում ցանկացած ապրանք ինչ-որ բանով փոխարինել հնարավոր է։ Բենզինը կարող ես փոխարինել գազով, կարող ես փայտ վառել, ազոտ վառել, բայց ջուրը ոչ մի բանով չես փոխարինել։ Ջուր չխմես կմեռնի։ Ջուրը ոչ չով փոխարինել հնարավոր չի։ Ջուրը անփոխարինելի, ջուրը կյանք է։ Նախանցած տարի Իրանում երաշտ էր եւ Մազանդարանի հատավայրի ժողովուրդը բուտեր էին անում, փողոց էին դուրս եկել եւ Իրանի կրոնական իշխանությունները որ շատ խիստ են, նույնիսկ իրենք ասացին, որ ջրի համար ժողովուրդը բուտ անելու իրավունք ունի։ Այդ ժամանակ Իրանում 1 կորոնամետր ոռոգման ջուրը արժեր 6-ից 8 դոլար։ Իմ պատկերացրեք, որ մենք այդ ջուրը 2.5 միլիարդ կորոնամետր ջուրը վաճառենք Իրանին, ենթադրենք 5 դոլար, ոչ ինչ է անում։ Իսկ դրա պահանջարկը կա։ Որովհետեւ մենք ինչ ենք անելու։ Դնելու ենք Հայաստանի բանակի վրա, Հայաստանում կրթության վրա, ու այդ դեպքում է, որ Հայաստանի բանակը կունենա ուժեղ ու լավ ժամանակակից սպառազինություն։ Մենք համարում ենք, որ Հայաստանի իր հարկային ռեսուրսները եւ մարդկային ռեսուրսները ճիշտ օգտագործելով 10 տարում կարող է հասնել մինչեւ 80 միլիարդ բյուջեի։ Դեռ ասեմ, որ Իսրայելը 100 միլիարդ բյուջե ունի, ու տեսեք իր հարևան մեծ երկրների հետ ինչպես է վերաբերվում։ Եթե մենք մեր հարկային ռեսուրսները ճիշտ օգտագործենք, կառուցենք պղնձաձուլարան, ինֆրաստրուկտուրա մեծացնենք, վստահաբար 5 տարում մենք կարող ենք քարապատկել մեր համախառն ներքին արդյունքը, իշել իր հերթին կբերի ու կհնգապատկի մեր բյուջեն։ Այսօրվա Հայաստանի Հանրապետության բյուջեն 9 միլիարդ է։ 5 տարի հետո կարող է դառնալ 45 միլիարդ։ 45 միլիարդը այսօրվա Ադրբեջանի բյուջեի գրեթե կրկնապատիկ է։ 22-ից 25 միլիարդ է Ադրբեջանի բյուջե։ Ու 45 միլիարդ բյուջեի դեպքում ես վստահեցնում եմ ձեզ, արևը ոչ միայն պատերազմից չի խոսի, այլև անկլավներից չի խոսի, այլև սահմանազատումից չի խոսի։ Չի ասի, թե իրեք ինչ ձեր երկրի սահմանադրությունը փոխեք, որ ձեր հետ խաղաղության համաձայնագիր կնքեք։ Ադրբեջանցի զինվորը Կապանի դիրքերում հերթափոխի կանգնելուց վախենալու է արդեն հայ զինվորից։ Մենք այդ հիշում ենք, մենք այդ տեսել ենք, այնպես ինչպես հայ մայրերը ժամանակի վախենում են եւ իրենց որդիները եղնիկներ էին։ Մենք ինչու պատմեցինք այդ պատերազմում հաղթանակ տանելուց հետո։ Ադրբեջանը իր ունեցած բնական ռեսուրսները տվեց ճիշտ կառավարողի, բրիտանական British Petroleum-ի, որը գազամուղներ, նավթամուղներ կառուցեց, իրենք հարստացան, իրենց բանակի բյուջեն երակի անգամ ավելացավ, քան Հայաստանի Հանրապետության բյուջեն է, կարողացան լավ սպառազինություն գնել Իսրայելից,
եվրոպական այլ երկրներից ու կարողացան հաղթանակի հասնել։ Այսօրվա պարագայում մեզ էլ պետք է նույն բանը կրկնել։ Մենք ոչ թե առաջարկում ենք պատերազմ, մենք առաջարկում ենք անարյուն, աշխարհի համար ընկալելի ցիվիլ տարբերակով հաղթել Ադրբեջանին, հաղթել տնտեսությամբ։ Այնպես ինչպես երկրորդ աշխարհամարտից հետո 45 թվականից հետո Ճապոնիան ու Գերմանիան հաղթեցին իրենց հակառակորդին, իրենց ժողովրդի լավ կեցությամբ, լավ ապրելակերպով, այդ ճապոնացիների վրա երկու քաղաքների վրա Հիրոսիմայի ու Նագասակի ատոմային ռումբ էին կիրառել ու այդ առաջի անգամ էր ու ոչ մեկը չգիտեր թե ճառագայթումը ինչքան է գնալու։ Արդյոք ընդհանրապես ճապոնացի մարդ մնալու է թե չէ։ Իրենք իրենց երիտասարդությանը ընդհանրապես կորցրել էին։ Բայց այդ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ ու 10 տարի հետո Ճապոնիային հաղթած Ռուսաստանը բանակցում էր Ճապոնիայի հետ Կուրիլյան կղզիների մասով։ Ինչի ճապոնացին կարող է, մենք չենք կարող։ Ինչի ադրբեջանցին կարող է, մենք չենք կարող։ Իհարկե կարող ենք։ Դրա համար մենք գտնում ենք, որ մեր բնական ռեսուրսները, մեր ունեցած հակահունկային ռեսուրսները, մարդկային ռեսուրսները ճիշտ կառավարել է պետք ու ճիշտ ուղղությամբ գնալ է պետք։ Եվ այս առումով մենք տարբերվում ենք եղած մնացած բոլոր կուսակցություններից։ Ասեմ ձեզ նաև, որ այն ինչ-որ մենք ասում ենք, ինչ-որ չափով ասում է նաև գործող իշխանությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Բայց հավատացնում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ, որ առանց մեր խորհրդարանում լինելու, այդ ինչի մասին ես ասում եմ, քաղաքացիական պայմանագիրը եթե անի է, անելու է շատ դանդաղ, անելու է կիսատ բռհատ, եւ այդ առումով մեր ներկայությունը շատ կարևոր է։ Նաեւ կարևոր է աշխարհակաղակական առումով, որտեղ այսօրվա ազգային ժողովում ռուսամետներ են, բալանսավորողներ են եւ չկան արևմտյան արժեքներ կրողներ։ Ու եթե մեր ժողովուրդը քրե է տալիս արևմտյան արժեք կրող ուժի, իսկ այդ առումով ամենաշատ ներկայացվածը մենք ենք, նախորդ ընտրություններում ամենաշատ քվեն արևմտյան ուժերից վերցրել ենք մենք տեղերում ունենք համայնքներում ավականիներ, գրեթե Հայաստանի բոլոր տեղերում մեկական ավականի ունենք, Երևան քաղաքում իշխանության հետ կոալիցիային 16% ենք հավաքել, Մեղրի համայնքում, Թումանյան համայնքում ընտրություններում հաղթել ենք եւ կառավարության իշխանությունը մեր ներկայացուցիչի ձեռքում է։ Հետևաբար մենք ամենամեծ հնարավորությունն ունենք արևմտյան ուժերից խորհրդարանում հայտնվելու եւ երբ որ մենք լինենք խորհրդարանում, ապա նույն եվրոպացին, նույն արևմուտքը կտեսնի, որ հայ մարդը իր մոտեցումներով ապա դեպի արևմուտք քայլ է արել։ Ինքը արևմտյան քաղաքական ուժի քվե է տվել։ Այդ դեպքում թե ասած վիզայի ռեժիմի խնդիրը կարականա, թե ներդրումներ անելու Հայաստան գալու փող դնելու խնդիրը կարականա, թե Ռուսաստանի հետ շփումների խնդիրը կարականա, եւ թե քաղաքական դաշտը ամբողջությամբ ներկայացված կլինի։ Ասեմ ձեզ նաեւ, որ մենք գնում ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողով աշխատելու։ Մենք գնում ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում փոխարինելու ծույլ չաշխատող, ամեն օր իշխանափոխությունից խոսող, ամեն օր հաջորդ օրվա վրա անվստահության, ինչպես ասած անելու գնացող ընդդիմությանը։ Որտեղ այդ ընդդիմությունը այսօր է գնում է ազգային ժողով, ասելով, որ ինքը գնում է իշխանությանը փոխի, եւ վաղն այդ ազգային ժողովում չհաղթելով իր անելիքը միայն դա է լինելու։ Իրենք չեն գնում աշխատելու, իրենք չեն աշխատելու գործող իշխանության հետ, որտեղ նրանք շամի են համարելու, նորից սկսելու է ազգային ժողովում նույն պատմությունը իրար շայոյելու։ Հիմա այս ամբողջ կառուցարշավի ընթացքում այս առաջին օրն է, որ ես բացի դրական, բացի մեր անելիքներից, բացի մեր ծրագրերից խոսելը, նաև խոսում եմ հակադիր թևի ներկայացուցիչների մասին, որովհետև այդտեղ կոնկրետ ու կողմված միտում ենք տեսնում։ Իսկ միտումը հետևյալումն է։ Երեք Ադրբեջանի նախագահ Ալիևը նորից Ջեբրայիլում հանդիպելով թե Ֆիզուլիում հանդիպելով այդտեղի բնակիչների հետ ասել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք թշնամանք են սերմանում Ադրբեջանի հանդեպ, ինչի առումով ինքը մտահոգ է եւ այլը եւ իր ժողովուրդը պիտի միշտ զգոն լինի, այս կարգի բաներ։ Ու ինչի համար է Ալիևն այդ ասել։ Շատ բարձ ինչի համար է ասել, որտեղ ինքը տեսնում է,
որ Ռուսաստանի Դաշնությունը, այնպես ինչպես Վրաստանում ընտրություններից առաջ Աբխազիան հետ վերադարձնելու մասին սկսեց խոսել, որ իբր եթե դուք քվեարկեք վրացական երազանքին, ապա Աբխազիան կարող է հետ վերադառնալ Վրաստանին, քվեարկեցին ու ինչ Աբխազիան հետ վերադարձավ, այդ թեման ընդհանրապես մոռացել են, հիմա սկսել է արդեն Լեռնային Ղարաբաղից խոսել։ Ու ինչ են արել իրենք։ Իրենք 2 օր առաջ իրենց հեռուստատեսությամբ ամսինին ցույց են տալիս տարածաշրջանի քարտեզը, որտեղ Լեռնային Ղարաբաղը ցույց է տալիս առանձին։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը իր դեսպանական շենքում ընդունում է Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի նախագահին։ Փորձում են այդ երբ խաղալ Լեռնային Ղարաբաղի մեր բնակչության նուրբ լարերի հետ։ Ու այդ համատեքստում Հայաստանում գործող քաղաքական ուժերից մեկի ղեկավարը, երկրորդ նախագահը, եթե կասի պատահական է, ես այդ պատահական չեմ համարում, սպասարկում է նորից նույն գիծը։ Ինչ անում։ Ինքը հանդիպման ժամանակ գրկում է մի սիրուն մանչուկի, որի բարձրացնում է, ասում է ինչ ես ուզում է, մանչուկն ասում է, ուզում է գնալ Արցախ։ Ինքն է ձեռքերը բարձած, թախծոտ հայացքով ասում է ես եմ։ Ու ես եմ ժողովուրդ ջան, հարց է առաջանում։ Երբ Արցախը մերն էր, բա ինչի չգնացիր։ Բա գնայիր էլի։ Բա ինչի համար մնացիր։ 2021 թվականին ինքը նորից առաջադրվել էր Հայաստանի Հանրապետության նախագահ վարչապետ ընտրվելու խնդրով։ 2001 թվականին այստեղ աշտարակում ելույթ ունենալով Արագածոտնի մարզի բնակիչների առաջ ես ասացի էկրանները, թանկ էկրանները Երևանում որ դրել եք հարգարժան երկրորդ նախագահ, ինչի համար եք Երևանում դրել։ Գնացեք Արցախում դրեք, որ արցախցի մարդը տեսնի, որ իր առաջին նախագահը, Հայաստանի երկրորդ նախագահը, Արցախի հետ հույս է կապում, այնտեղ է ապրում, այնտեղ է ուզում առաջադրվի։ Հիմա այդ թախծոտ հայացքով փորձում եք Արցախի ժողովրդի քվեները կորզել։ Կամ ասենք այդ մեր ձևով ասածը։ Իրենք հայտարարում են, որ իրենք չգիտեմ, իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրում, որ իրենց տեխնազուն հաղթող է, որ իրենց հաղթող տեխնազուին տնային կալանք են տվել, ու նա չի կարողանում քարոզարշավին մասնակցել, հետևաբար քարոզությունը խախտված է։ Սիրելի ժողովուրդ, իրենց վարչապետի տեխնազու Սամվել Կարապետյանն 3 երկրի քաղաքացի է։ Եվ Հայաստանի Հանրապետության օրենքով ինքը չի կարող առաջադրվել։ Իրեք հատ պատրոն չհարկեց կամում։ Ինքը, այո, ինքը նաև չի կարող ազգային ժողովի պատգամավոր լինել։ Ու այս մարդիկ, ասենք այս բաները ասելով, մտածում են, որ այս ժողովուրդը չի հասկանում, էլ չգիտի ու այդ ուղղությամբ որևէ բան չի անելու։ Ու այստեղ էլ խնդիր կայանում է նրանում, որ այս մարդիկ փորձում են մոլորեցնել հայ հանրությանը։ Փորձում են մոլորեցնել հայ հանրությանը։ Ու 2 օր առաջ Ռոբերտ Քոչյանը ասում է, որ Հայաստանում իր պաշտոնավարումից հետո որևէ գործարան չի կառուցվել։ Իրեն ոչ թե մենք ենք հակադարձում, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այս Սամվել Կարապետյանի թիմից ասում է, որ Սամվել Կարապետյանը վերջին 5 տարիներին Հայաստանի 7 գործարան է կառուցել։ Հիմա իրենցից ով է սուտ ասում, ժողովուրդ ջան։ Ես պարզ ասել, երկուսն էլ սուտ են ասում։ Երկուսն էլ սուտ են ասում։ Ու այս են դեպքն է, որ ուզում ես ասես աղդեկ երել մատաղը։ Ինչի պետք է Ռոբերտ Քոչարյանը իր արածների համար այսօր դրսում լիներ։ Ընտրությունների մասնակցեր, որ մի հատ էլ ասել ես էլ, մի հատ էլ ասել, որ բյուջեից փող տանելը դավաճանություն է, ինքը եկել ես ետիլ ամենաաղկապ նախագահի տեխնացուն է եղել 2008-ին հեռացել է ամենահարուստը լինելով, բյուջետային աշխատող լինելով, այսօր էլ հակակոռուպցիոնը իր նկատմամբ 200 միլիոնի հայց է ներկայացրել հետ վերադարձնելու, ու ինքը խոսում է բյուջեից փող տանելը համարելով ճշտամություն, ես էլ եմ համարում ճշտամություն։ Բայց այդ բաների համար ինքը պիտի պատասխան տա, ինքը չպիտի այսօր առաջնորդ հանդես գալ ժողովրդի առաջ ու փորձել ընտրություններում հանդես գալ մի բաներ հաղթել վարչապետ դառնալ։ Կամ Սամվել Կարապետյանին
Բազմաթիվ անգամներ գործող իշխանության հրապարակավ ասեցինք, որ Հայաստանի Հանրապետության օրենքով այս մարդու սեփականության 70%-ը Ռուսաստանում է։ Այս մարդը քաղաքացիություն չունի, այս մարդու կուսակցությունը մի գրանցեք։ Ինքը չպետք է քվեարկվի։ Այս պատասխաններից վրա որ չգրանցեք, հանեցին ուղարկեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, ով իմ ընկերն է, ով ասում է, գիտեք ինչ, մեր օրենքներով եթե ցուցակները բերում են անուն ազգանուն ծննդյան դեպք ճիշտ է գրած, մենք պետք է գրանցենք, մեր օրենքը ուրիշ բան թույլ չի տալիս։ Այ Մոլդովայի օրենքը այդպեսին չէ, սանդուկ արածավ մեր օրենքը այդպեսին է դու չեն։ Ու այստեղ նորից հաց է առաջանում։ Ընկեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորներ։ Դուք պետք է իրավական հանձնաժողով ունեիք, դուք այդ ազգային ժողովում մեծամասնություն էիք, տոշակուցնել եք ձերը, կվանտնել, լողնել ամեն ինչներ։ Դե ինչով եք զբաղված։ Բաներիք եք տորետները փոխեիք, որ վաղը մյուս օրը, չգիտեմ, որևէ մեծահարուստ տեսանք ամեն մի հատ ուրիշներից, Բելարուսից չգասի, փաթաթ եք ես երկիր, ես առնում եմ։ Այդ նաև սրա համար է պետք մեզ կվետավ, որ մենք գնանք ազգային ժողով, աշխատենք, ճիշտ օրենքներ տանենք մեր երկրի, անվտանգությունը, ինքնիշխանությունը պահպանենք, խնդիրը դնենք պետության ունեցած ռեսուրսը ճիշտ օգտագործելով, գումարներ կուտակել, որ ծախսենք մեր բանակի սպառազինության ու հզորության վրա։ Ու երբ որ մեր բանակը սպառազինված ու հզոր կլինի, այդ ժամանակ վստահաբար կարող ենք ասել, որ պատերազմ չի լինի։ Մնացած բոլոր դեպքերում որևէ պատերազմ, որևէ փաստաթուղթ պատերազմի չի ապահովելու, ժողովուրդ ջան։ Տրամպ է տարիքով մարդեք փոխվի, չգիտեմ, 1000 տարի չի ապրի, Պուտինը նույնպես, այլև չգիտենք աշխարհում ինչ կլինի։ Չգիտենք ինչ կլինի, ես մասնախտեր կմնան, թե չեն մնա։ Մենք այս ժամանակը պիտի օգտագործենք մաքսիմալ ինչ ունենք, ընդերքում, մեր ունեցած ռեսուրսներով, մեր մարդկային ռեսուրսներով ճիշտ օգտագործենք եւ սպառազինենք մեր բանակը, որպեսզի կարողանանք պաշտպանված լինել, որպեսզի մեր դեմ չկռվեն, որպեսզի մեր զավակները չզոհվեն, որպեսզի մենք հուշակարեր չդնենք ամեն անգամ։ Այս է մեր առաջարկությունը ու տխուրը նրանում է, որ այս առաջարկը Հայաստանում միայն մենք ենք անում։ Միայն մենք ենք անում։ Քաղաքացիական պայմանագիրը շատ գոհ է իկարած տնտեսական քաղաքականությունից, Սատիտոտայի ՀԴՄ-ի կտրոնի վրա եւ հարկերի ավելացումը համարում է այսպես, ու այդ ուղղությամբ է գնում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ만ից հետո իրենք որևէ այդպես խոշոր արդյունաբերական ձեռնարկություն չեն փորձել աշխատեցնել, այդ նույն քաջարանը, որ բազմաթիվ խնդիրներ ունի հանգամ ամբողջությամբ չի շահագործում, չեն փոխել, այդտեղ փոխեցին իշխանությունների փոփոխության եւ այլի պետությանը տոկոս վերցնել, այսօր երկաթգծի նույն այս իրավիճակում Ռուսաստանի դիմում են ասում են տվեք այդ ճանապարհը, որտեղ այդպես պետք է թրիփի առումով, չեք տալի գոնե վաճառեք, չգիտեմ, երրորդ պետության, ինչ թեմա է։ Պիտի ասել եք այդ ճանապարհը հիմի մեզ պետք է, տվել եք մենք ձեզ տվել ենք կառավարման, հիմի մենք մեկ այդտեղ 24% բաժնեմասով սեփականություն ունենք մեր երկաթգծում, մինչև 38 դիրն է ձեր շահույթն ինչքան է, 100-120 միլիոն, վերցրեք ձեր շահույթը, շնորհակալություն ձեզ հաջողություն, ինչ երրորդ երկրի վաճառել։ Մտամ ռուսին շատ ենք գող, հիմա Ղազախը գարնի, որ ինչ-որ միջանքի ալբան ունենա։ Առաջմեկն չի կարող։ Այդ ճանապարհը սկսած Երասխավանից մինչև Ախուրյան, Ախուրիկի կայարան ճանապարհը պիտի լինի հայկականը, այդ գերկարևոր է, որ այդ ճանապարհը, որ երկաթգիծը մերից մտնի Նախիջևանով գա, Երասխով դուրս գա եւ գա հասնի Ախուրիկի կայարան, այդտեղից մտնի Թուրքիա, որ հայ մարդը Երևանում նստի գնաց, կարողանա Փարիզով գնացքից իջնել։ Ցամաքային ճանապարհով առանց ծով կտրելու։ Այդ գերկարևոր է։ Միջին ասիական հանրապետություններից սկսած Չինաստանով մինչև 50 միլիարդ տոննա բեռնափոխադրություն է լինում եւ այդ բեռնափոխադրությունը անցնելու է ճանապարհով։ Եթե մենք այստեղ եւս 220 կիլոմետր ավելացնում ենք մեղրի 46 կիլոմետրից, թե տրանզիտի գումարը, թե մեր քաղաքական ազդեցության գումարը կտրուկ աճում է։ Այս մասին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է խոսել, ասել է, որ այդ Հայաստանի գերակա շահերից է բխում, որի Ռուսաստանի նախագահի հետ պիտի այդ թեմայով խոսի, նրանց հետ խոսել է, խոսելուց հետո բանավեճ էր, տեսակ ինչ եղավ, բայց այդ հարցը մինչև հիմա չի լուծվում։ Մոտավորապես այս համատեքստով է։ Իսկ եթե մենք լինենք մենք մեր դիրքերով ավելի կոշտ դիրքավորում ունենանք ազգային ժողովում, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի գործը թե է շտանը։ Որտեղ ինքը ասի տեսեք իմ
երկրում հանրության մի սպար զանգված կվերվել արևմտյան ուժերի, որոնք ընդհանրապես ուզում են ձեզնից հրաժարվել։ Իսկ ես նաև նրանց վարչապետն եմ, ու նրանց կարծիքն էլ ինչ-որ առումով պիտի առնի։ Ես չեմ կարող, այսինքն մեր ներկայությունը նաև իր աշխատանքը կհեշտացնի։ Թեվուտիկում կլինի ժողովուրդ։ Այո, ժողովուրդներ իրան թեվուտիկով կրդի, ժողովուրդն ուզում է թեվուտիկով լինել, ուզում է, որ այս երկրի քաղաքական կուրսային ինչ-որ կաչ փոխվի, ուզում է, որ նախկինները, որոնք մի նպատակ ունեն հետ վերադառնալու, չկարողանան հետ վերադառնալ, որտեղ այդ նախկինում տեղի ունեցածի հետևանքները Արցախի մեր կորուստը։ Շնորհակալություն։